գործ ունենք տարբեր հարթություններում շատ լուրջ խնդիրների հետ, դա թե արժեհամակարգային հարթությունն է, դա քաղաքական այս դեռևս որևէ ռեալ ինքնակազմակերպման գերխնդիրը լուծելն է, դա քաղաքակրթական առումով այդ ով ենք մենքի հարցի պատասխանը ստանալն է, որովհետև այդ ով ենք մենքը չափից դուրս շատ է քայքայվել եւ չափից դուրս ամեն օր անընդհատ նոր հարվածներ է ստանում եւ դրան հակազդեցություն չկա, փաստացի որպես ազգ որևէ իմուն համակարգ չունենք։ Եթե մի քիչ բժշկական լեզվով ասեմ, բոլորը շատ լավ գիտենք, որ գոյություն ունի մարդու իմուն անբավարարության վիրուսը, MIV-ը, որից բայց մարդ կարող ունենալ այդ վիրուսը եւ համապատասխան բուժում ստանալու դեպքում տարիներով հանգիստ ապրել, բայց եթե ինքը բուժում չի ստանում, դա վերածվում է ձիահի, ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի, երբ իմուն համակարգ այլևս չկա եւ ամենափոքր ամենաթեթև ինֆեկցիան էլ կարող է մեզ սպանել։ Հիմա մենք որպես ազգ, որպես պետություն ձիահի փուլում ենք եւ այստեղ ասում եմ դասական մեթոդները չեն աշխատելու։ Կկարողանանք նոր էքսպերիմենտալ ավելի հետաքրքիր մեթոդներ ոչ միայն առաջարկել, այլև կիրառել, հնարավոր է հաջողության շանս ունենանք, հնարավոր է փրկության շանս ունենանք, չէ, միանշանակ սա վերջն է, ընդ որում անփառունակ վերջ է։ Այդ ով ենք մենքի պատասխանը չկա։ Մենք որպես մի ամբողջություն, որպես հանրություն, մենք կարծում եմ գոյություն չունենք։ Կան առանձին շերտեր, կան մարդիկ իմ նման, ձեր նման, ովքեր համարում են, որ իրենց համարում են հայ ազգի իր փառահեղ անցյալի քաղաքակրթության ժառանգները եւ պատասխանատվություն են կրում, թե ասենք զգում, թե այդ անցյալի առաջ, թե այս բոլոր տարիներին իրենց կյանքը, իրենց առողջությունը նվիրաբերած մեր ժողովրդի լավագույն զանգվածի համար, որպեսզի մեր հայրենիքում մենք կարողանանք ապրել եւ ինչու՞ չէ նաեւ ապագա սերունդների առաջ։ Հիմա որքանով է այդ շերտը ընդհանրացակ կարելի է ենթադրել։ Ես հասկացել եմ, որ իմ շրջապատը բավականին ֆիլտրված է եւ գիտության մեջ գոյություն ունի այսպիսի հասկացություն, կոչվում է պրեզենտացիոն ոնց որ խումբ, այսինքն եթե դու ընտրես կոնկրետ շատ ֆիլտրված խումբ, քո հետազոտության արդյունքները կամ քո հարցումների արդյունքները իրական պատկերը ցույց չեն տա, որովհետեւ սա այլ կերպ է աշխատում։ Հետևաբար, բայց օրինակ այդ նույն տեսակետից Արար հիմնադրամը մի 2 ամիս առաջ հրատարակեց իր հարցումների արդյունքները, որ եթե համաձայն եք արդյոք կապիտուլյացիայի գնով, ճակերտավոր խաղաղությանը, եթե պատերազմ լինի եւ այլն, եւ այնտեղ բավականին հուսադրող արդյունքներ էին այն բանին, որ մարդիկ երբ որ հարցը լսում են, այսինքն համաձայն չեն, ամենայն դեպս մեծամասնությունը համաձայն չէ կապիտուլյացիայի եւ վերջնական հանձնման նվաստացման գնով ճակերտավոր խաղաղությանը։ Հələ դնենք մի կողմ, որ դա էլ խաղաղություն չի լինելու։ Բայց այսինքն իրականության մեջ այդ դիսոնանսը գոյություն ունի, որովհետև եթե ինձ վրա էկրաններից թափվող ամեն օր այդ լուրը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, հանրության մեծամասնության վրա դա ազդեցություն է ունենում։ Եվ 20 թվականին պատկերը մեր հոգևոր իմունիտետի, հոգևոր առողջության եւ 25 թվականին պատկերը ու նման ձև շարունակվելու դեպքում 26-27 որքան որ գոյություն կունենանք, այդ պատկերը գնալով շատ ավելի ողբերգական եւ շատ ավելի աղետալի է դառնալու, որովհետեւ հանրությունը իր մեծամասնության մեջ այն է, ինչ նրան դարձնում են։ Եթե դա լավ է եւ վատ, մեր դեպքում միշտ վատ է եղել, որովհետեւ դարձնողները իրենք երբևէ մեծ նպատակներ, մեծ, այսպես ասեմ, ազգային պետական շահեր չեն հետապնդել, նրանք միշտ հանրությանը դարձել են իրենց նեղ խմբակային հետաքրքրությունների եւ շահերի գործիք, բայց հետեւաբար մեր դեպքում միշտ վատ է այդ մանիպուլյացիան աշխատել, բայց մյուս դեպքում եթե նպատակ կա հանրության արժեհամակարգը փոխել, նույն ձևով, ինչպես մի քանի տարում կամ 1 տարում իրան հնարավոր է դեգրադացնել, նույն ձևով ճիշտ համապատասխան քաղաքականության ձևով, նույն տեխնոլոգիաներ օգտագործելով հանրությանը կարելի է բարձրացնել։ Մեր մեծամասնության մեջ մենք այսօր որևէ գաղափարական, այսպես ասեմ, հենքից զուրկ, ինչ որ մի ամբոխ ենք, որտեղ կան մարդիկ, ովքեր համաձայն չեն այս իրավիճակի մեջ եւ փորձում են ինչ որ քայլեր անել, որքան որ այդ քայլերի արդյունավետությունը բարձր դա արդեն այլ հարց է, բայց նրանք իրենց ներսում հաշտ չեն իրավիճակի հետ, համաձայն չեն եւ փորձում են աշխատել։ Կամ մի զանգված, որ ընդհանրապես այնքան է հոգնել այս ամեն օր այս թափվող ստրես, այսպես ասեմ, հիբրիդային այս ինֆորմացիոն պատերազմից, որ իրենք նախընտրում են առհասարակ փակել ականջները, աչքերը եւ ինչքան հնարավոր է խաղաղ կամ ճակերտավոր հանգիստ կյանքի իմիտացիայով գոյությունը քաշ տալ։ Կամ մի զանգված, որը
չգիտեմ, այս կամ այն պատճառով իր մարդկային տեսակից ելնելով որևէ վատ բան չի տենում, ինչի չէ նաև նվաստացման գնով ճակերտավոր առևտուր անելու մեջ։ Հետևաբար մենք այսպիսի բազմաշերտ բարդ օրգանիզմ ենք։ Մեծամասնությունը կգնա այն կողմը, որ լոկոմոտիվը իրեն տանի։ Այս պահին եւ այս բոլոր տարիների ընթացքում լոկոմոտիվ եղել են ոչ այն մարդիկ, ովքեր ունեցել են ազգային պետական մտածողություն եւ մեծ ազգային պետական երազանքներ, որտեղ ազգը առանց ազգային երազանքի ոչ մի բան է։ Եվ հետևաբար մեր մեծամասնությունը իր էությամբ փոքրով քչով բավարարվող, իրեն ինչ կտան դրանով բավարարվող, ինձ հանգիստ թողեք, ես անկյունում իմ գոյությունը քաշ տամ այդ առաջնորդի պակասն է։ Ռազմաքաղաքական վերնախավի պակասն է, մի հոգու պակաս չի, մի հոգին չի կարող որևէ բան անել։ Առաջնորդների պակաս ասենք, վերնախավի պակաս ասենք, ընդ որում վերնախավը չի վերաբերում, այնպես չի, որ այս 30 տարիների ընթացքում նվիրված գիտակ, ինտելեկտուալ հայերի պակաս եղել է Հայաստանում, չի եղել։ Ուղղակի այդ մարդիկ չեն ունեցել համապատասխան ռեսուրսներ, որովհետև վերնախավը միայն գիտելիքով չի վերնախավ։ Վերնախավը նաև դու պիտի ունենաս համապատասխան մարդկային ռեսուրսներ, համապատասխան նյութական ռեսուրսներ, համապատասխան, այսինքն պիտի կարողանաս քո ասելիքը տեղ հասցնել, դու պիտի կարողանաս կապիտալիզացնել։ Դա միայն գիտելիքով չի լինում։ Հետևաբար խնդիրը կա, որքան էլ որ մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես պատահաբար չասեցի, որ անընդհատ մտածում ենք եւ փորձում ենք հասկանալ, թե որոնք են այն ոչ դասական նոր գործիքները, որոնք մեր իրականության մեջ հնարավորություն կտան իմ նման մտածող մարդկանց ձայնը, որը լսելի չի, զուտ այն պատճառով, որ մենք ընդհանրապես ունենք գաղափարներ, դրանք հասկանում ենք դրանց կարևորությունը եւ բայց մնում է միայն ընդհանրապես մենք Կասանդրայի այդ սինդրոմով ենք տառապում, այսինքն կանխատեսում ես, կանխագուշակում ես, բայց դեմ առնել չես կարող, որովհետև քաղաքականության մեջ մի հոգին մանավանդ առանց ռեսուրսների շատ բան չի կարող անել։ Հետևաբար պետք է հասկանալ, թե որն է այդ ձեր նշած այդ սոսինձը, որն է այդ գործիքը, որն է այդ, որ մենք այսօրվա մարդուն կկարողանանք տեղ հասցնել։ Հակառակ դեպքում ցանկացած այլ քննարկում, այս սկսեցինք ազգային ժողովից, ես երբեք չեմ նայում, որովհետև վաղուց ինձ համար նոյեմբերի 9-ի գիշերը մարդիկ, ովքեր նոյեմբերի 9-ից հետո մնացին այդ թիմում եւ մարդիկ, ովքեր իմիտացիա էին անում թեյպր այդ թիմին փորձում են իշխանությունից հեռացնել, բայց իրականության մեջ իրենք ընդհանրապես հրապարակի վրա մի հարց են լուծում, թույլ չտալ իրապես անկախ քաղաքական այլընտրանքի հայտ գալը եւ հաճախ նաեւ այսպիսի հեգնական բան ով է խանգարում այդ երրորդ ուժի ձևավորմանը, մի բարձ բան, ռեսուրսների բացակայությունը, որովհետեւ երկու թևն էլ մեկ այսօր իշխանական լծակներին է տեր, մյուսը տարիների ընթացքում կուտակել է բավականաչափ լծակներ եւ ունի լուրջ ռեսուրսային բազա եւ հետեւաբար երբ որ հրապարակը զավթված է եւ դրան համարժեք հակակշիռ չկա, մնացածը մնում են լուսանցքում եւ մնացածը չեն կարողանում լուծել այդ հակակշռի հարցը։ Ուղղակի ուզում եմ ասել, որ իրականության մեջ անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե իրադարձություններն ինչպես կզարգանան, պետք է ասել ճշմարտությունը ինչպես որ կա եւ ասել, որ հեշտ չի լինելու, ընդհանրապես հեշտ չի լինելու, խոսքը չի գնում միայն վերնախավին, որովհետեւ երկրի վիճակը այնպիսին է դարձել եւ մենք իրոք այնպիսի մի խորը անդունդի մեջ ենք, որ մաքսիմալ գերլարման միջոցով պիտի փորձենք ընթացքը բեկել, այսինքն երբ որ որևէ բան ես ասում մարդիկ միանգամից շատ հաճախ լինում է տարբեր բանավեճերի եւ բանի ժամանակ, այսպես ուզում են 5 րոպեում միանգամից բան առաջարկես 100% ապահովագրված ելքով ճանապարհային քարտեզ, երբ որ պրիմիտիվացնում են, այսինքն քաղաքական քննարկումը երկրի ստեղծված իրավիճակի, այսպես ասեմ, դուրս գալու հնարավորությունները պրիմիտիվացնում են այդ աշճանի մակարդակի եւ ժողովրդին թվում է, թե իրոք այդպես է, այ պիտի 5 րոպեում 100% ապահովագրված արդյունքով քաղաքական ծրագիր առաջարկես, որպեսզի իրենք մտածեն, իրենք պատրաստեն, ասենք վաղը միսօր քեզ ձայն տալ կամ քո հետևից գալ եւ այլն եւ այլն, երբ որ մենք պրիմիտիվացնում ենք քաղաքական քննարկումը այդ մակարդակի, երբ որ մենք չենք ուզում ընդունել, որ մեր պետությունը ծանր վիճակում է եւ միակ բանը դա այն է, որ այսպես դասական ձևով շարունակելու դեպքում միանշանակ սա բերելու Հայաստանի լուծարման, հայկական պետության ունենալու վերջին շանսի լուծարման եւ միակ տարբերակը սա ընդունել բարձ ճշմարտությունը, որ շատ հնարավոր է 2-3 տարի հետո դուք այս երկրում այլևս չլինեք, որովհետեւ երբ որ հասկանաք, որ դուրս եք գալիս, ասենք, չգիտեմ, եւ ձեր հարևանը ադրբեջանցի է, որը իր երեխային տարիներ շարունակ դաստիարակել է
որ պիտի հային ծեծի, հային ստորացնի, հային սպանի, այսպես ասեմ, մտածողությամբ, որը մեկը չի կարող ասել, որ այդպես չէ։ Եվ երբ որ դուք արդեն սկսելու եք վախենալ ոչ միայն ձեր, այլև ձեր երեխաների ֆիզիկական անվտանգության համար, դուք ուղղակի հավաքելու եք ճամպրուկներ ու գնաք։ Այդ ժամանակ գուցե արդեն կհասկանանք, թե իմ նմանները մի քանի տարի ինչ էին ասում, բայց այդ ժամանակ արդեն իրավիճակի վրա ազդած լինելու հնարավորություններ պրակտիկորեն չեն լինի։ Ասածս սա է, եկեք ընդունենք իրականությունը, մենք ծայրահեղ ծանր վիճակում ենք, մենք ծայրահեղ ծանր հիվանդ ենք, դա չի վերաբերվում միայն պետությանը, դա վերաբերում է նաև ազգին։ Եվ մենք բոլորս անկախ նրանից, թե համաձայն ենք ազգային ժողովում համարում ենք դա խայտարակություն, թե չենք համարում, մենք դրա հետևանքները կրում ենք յուրաքանչյուր օր, ամեն վայրկյան, եւ առավելևս դրանք կրելու են մեր երեխաները։ Եկեք հասկանանք, մենք այս իրավիճակի հետ համաձայն ենք, թե չէ, բայց եթե համաձայն չեք, այդ համաձայնությունը չպիտի արտահայտվի միայն տանը Facebook-ում ստատուս գրելով կամ ուրիշի գրածներին լայքեր դնելով։